Բարև ձեզ, եթերում ուրբաթօրով հաղորդաշարն է։ Այսօր անդրադառնալու ենք ամենասպասված տոներից մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Ընդամենը 2 օրից մեր սիրելի հունիսի 1-ն է։ Եվ այդ առիթով այսօր մեր տաղավար եմ հրավիրել Չորաթանգյուղից Կարինե Թուղթարյանին, ով թեև արդեն երեխա չէ, բայց վստահ եմ, որ մեզ հետ կկիսվի իր մանկության տպավորություններով։ Եվ այսպես, ողջույն Կարինե։ Բարև։ Ինչպե՞ս ես։ Մի քիչ հուզված, բայց լավ եմ։ Այսօր կխոսենք գյուղում ապրող երեխայի մանկությունից։ Արի անդրադառնանք դեպի մեր մանկության օրեր։ Իհարկե, ինձ համար ամենասիրելի եւ ամենագունավոր ժամանակաշրջանը։ Քո մանկությունից ի՞նչն է ամենաշատը տպավորվել։ Այն մեծ սերն ու ջերմությունը, որը ամենաթանկն է կասեի, եւ հիմա պատմեմ մի պատմություն, որը մինչ օրս չեմ մոռանում։ Պատմիր։ Ուրեմն, երբ դեռ փոքր էինք ու ապրում էինք տատիկիս ու պապիկիս տանը, քնելուց առաջ պապիկս մեզ միշտ հեքիաթներ էր պատմում, եւ չգիտեմ ինչու մենք միշտ երգում էինք Գետաշեն երգը, հետո նոր քնում։ Հետաքրքիր է, չէ՞։ Իհարկե հետաքրքիր է, հատկապես Գետաշեն երգի հատվածը հեքիաթից հետո։ Ինչքան հետաքրքիր են մեր տատիկ-պապիկները, անգամ հեքիաթի հետ են մեր մեջ հայրենասիրություն ներարկել։ Իսկ հիմա արի խոսենք, թե ինչ կա երեխայի լիիրավ կյանքի համար գյուղում եւ ինչն է բացակայում։ Իհարկե շատ բան է բացակայում, եթե համեմատում ենք մեծ քաղաքների հետ։ Մեզ մոտ չկան մանկական ժամանցի վայրեր, հարթակներ, որտեղ երեխան կարող է իրեն երջանիկ զգալ։ Ավելին ասեմ, չկան մանկական խանութներ, որտեղ կարող ես խաղալիքների ընտրության հնարավորություն ունենալ։ Ժամանակակից աշխարհի մանկական եռուզեռին գյուղի երեխան հետևում է էկրանից այս կողմ եւ այդպես էլ երազելով մեծանում են։ Ես կարծում եմ այս շարքը դեռևս կարող ենք թվարկել, բայց արի դիտարկենք մեկ այլ տեսանկյունից։ Հաղորդման սկզբում ասացիր, որ ամենատպավորիչը սերն ու վերաբերմունքն էր։ Այդ շարքից ինչ կարող ես ներկայացնել։ Գիտես, այստեղ քիչ ասելիք չկա։ Գյուղը փոքր է։ Այստեղ մարդիկ իրար ճանաչում են մի ընտանիքի պես, որտեղ գրեթե հարևանը հարևանին չի բարևում, մինչդեռ գյուղում հակառակ պատկերն է։ Կարծես գյուղի բոլոր տատիկ-պապիկները քոնը լինեն։ Ծնված օրվանից բոլորը քեզ սիրով եւ ծնողական ջերմությամբ են վերաբերվում։ Լսում ես անսահման օրհնանքներ մեծերի կողմից, մեծ հոգատարություն երիտասարդների կողմից, ծովհամբերություն հարևանների կողմից։ Երբ փոքր ես, ամենուր սերն ու ջերմությունն է քեզ շրջապատում։ Եվ այստեղ են ասել. երկու երնեկը մեկ տեղում չի լինում։ Գյուղում ապրող երեխան չունի ատրակցիոն խաղալու հնարավորություն, բայց դրա փոխարեն շրջապատված է սիրով ու հոգատարությամբ։ Եվ ինչպես մեր հաղորդման կարգախոսն է, գյուղում ապրելը դժվար է, բայց լավ արժեքները ձեռք են բերվում դժվարությամբ։ Շնորհավոր հունիսի 1։ Շնորհավոր երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Թող աշխարհի բոլոր երեխաները ապրեն անհոգ, ուրախ, կապույտ երկնքի տակ։ Կհանդիպենք։